ընկերության որոշում կայացնելու եւ այցն ակնհայտ անիմը լինելու հիմքով մերժելու վերաբերյալ միջնորդում։ Ուրեմն հարգելի դատան, այս գործով, որով ես հանդիսանում եմ Սեդրակ Քոչարյանի եւ Զարուհի Բադալյանի ներկայացուցիչ, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին որոշում, որի հիմք հանդիսացել է հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունում դեռևս 18 թվականի սեպտեմբերի 6-ին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջի կետով, այն է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը փողերի լվացումը եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարկերը, թուրքերը կամ պարտադիր այդ վճարները վճարելու չարամտորեն խուսափելը հարուցված թիվ 62-22-93-18 քրեական գործի մասին նյութերը այդ գործը հսկող դատախազի կողմից գլխավոր դատախազության ապօրինի ծախում ունեցող գույքի բռնականության վարչություն իվարտվել է։ Նշված գործով Սեդրակ Քոչարյանը փետրվարի 15-ի 2019 թվականին ներգրավել է Մեղադրյալ քրեական օրենսգրքի 32-5-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջի կետով։ LL Bimbo SPN դիմել է դատարան պահանջելով անվավեր ճանաչել 2018 թվականի դեկտեմբերի 27-ի ակտի մասնարարպես առաջին եւ երրորդ կետերը, որով ընկերությանն առաջադրվել է շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային պարտավորություն։ Վարչական դատարանի վճռով ընկերության հայցը բավարարվել է ամբողջությամբ եւ եկամտային հարկի եւ շահութահարկի մասով առաջադրված պարտավորությունն անվավել է ճանաչվել։ Նշված դատական ակտը բողոքարկվել է վերաքննության եւ վճռաբեկության կարգով, ինչի արդյունքում ակտը մտել է անվավեր ճանաչելու մասին դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, այսինքն հարգելի դատան, ակտով LL Bimbo ընկերությանն առաջադրված շահութահարկի եւ եկամտային հարկի մասով պարտավորությունը դադարել է։ Ուզում եմ հատուկ դատարանի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ նշված ակտով հայտնաբերված խախտումներն են հենց ինքնին հանդիսացել հիմք, որպեսզի Սեդրակ Քոչարյանի մասով քրեական հետապնդում հարուցվի եւ վերջինս ներգրավի այդ գործով որպես մեղադրյալ։ Այսինքն, այլ կերպ ասած, այն հանցավոր արարքը, որը վերագրվում է Սեդրակ Քոչարյանին, դրա հիմքը ամբողջությամբ դատարանի ուժի մեջ մտած ակտով վերացված է, որպես այդպիսի մեղադրանքի հիմք այլևս գոյություն չունի։ Եթե մենք ուսումնասիրում ենք գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցադիմումը, մեզ համար ակնհայտ է, հարգելի դատան, որ հայցադիմում բացակայում է որևէ փաստ կամ նույնիսկ փաստարկ, որը հիմք կարող է հանդիսանալ պնդելու, որ ենթադրյալ հանցագործության եւ հնարավոր տնտեսական ակտիվի ավելացման միջև կա պատճառահետևանքային որևէ կապ, այդ թվում նաեւ անուղղակի կապի։ Ավելին ասեմ, հարգելի դատարան, նույն իրավասու մարմնից նույն գործով հայցվորի մշտական դիրքորոշումը եւ այս գործով ի պատասխան մեր հարցերի եւ ցանկացած այլ գործով, որը հարուցված է ապօրինի ծախում ունեցող գույքի բռնականության մասին օրենքի 5-րդ հոդվածի առաջինից 1-4-րդ կետերով, մշտապես այն երկվա կերպով հանդիսացել է այն, որ այս դեպքում պատճառահետևանքային կապի անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Հայաստանի Հանրապետությունը 4-րդ մոդելի պետություն է։ Ասեմ ավելին, հարգելի դատարան, նույնիսկ այս դատարանի այն դատավորները, ովքեր արդեն իսկ ունեն կայացված դատական ակտեր, նրանք իրենց դատական ակտերով եւս ամբողջությամբ հերքել են պատճառահետևանքային կապի առկայության անհրաժեշտությունը եւ պատճառաբանել, որ դրա մասին բացարձակ ապացուցելու պարտականություն դնել է օրենքի տրամաբանությունից, այդ թվում օրենքի ընդունման հիմնավորումներից չի բխում։ Այս դեպքում հարգելի դատարան, ձեր հատուկ ուշադրությունը հրավիրեմ սահմանադրական դատարանի որոշմանը, ռեկվիզիտները անհրաժեշտություն կարծում եմ չկա նշելու, որով սահմանադրական դատարանը ուղղակիորեն հիմնավորված համարեց մշտապես բոլոր գործերով մեր բերած դիրքորոշումներն առայն, որ քրեական գործով ու առհասարակապօրինի ծագում ունեցող գործերով պատճառահետևանքային կապի անհրաժեշտությունը պարտադիր է։ Այս դեպքում քրեական գործով հարուցված
դրա հիման վրա նախաձեռնված ուսումնասիրության հետ գործ ունենք, որով Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ հստակ կերպով ամրագրեց դեռևս Եվրոպական դատարանի կողմից մի շարք գործերով, այդ թվում մեր կողմից բազմիցս վկայակոչված Թեոդորովն ընդդեմ Բուլղարիայի, Յորդանովն ընդդեմ Բուլղարիայի եւ Մենդեևն ընդդեմ Բուլղարիայի, որը բավականին վերջի որոշումներից է, ձևավորված արդեն իսկ պրակտիկան եւ եվրոպական ստանդարտը, ինչը ուղղակիորեն բերում է նրան, որ քրեական գործով հարուցված առաջին 4 կետերով հարուցված բոլոր վարույթների դեպքում անհրաժեշտ է, որ արկա լինի պատճառահետևանքային կապ ենթադրյալ արարքի ու վրա հասած տնտեսական ակտիվի ավելացման միջև։ Ինչը այս դեպքում ոչ միայն չկա, այլևս բազմիցս, այլ նաև բազմիցս հերքվել է եւ իրենց դիրքորոշումներով եւ հարցու պատասխաններով։ Հարգելի դատարան, տեսեք, տվյալ դեպքում մենք ունենք իրավիճակ, երբ այս հայցի պատճառով, այս հայցի արդյունքում ինվեստորների պատկանող գրեթե անխտիր նույնիսկ բոլոր սեփականության օբյեկտները արգելադրված են ի հնարավոր բարենպաստ դատական ակտի դեպքում կատարման խոչընդոտ կամ առհասարակ չկատարման մտահոգություն չառաջացնելու պատճառաբանությամբ, փաստորեն մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես նաև վերպետական օրենսդրությամբ ու կոնվենցիաներով երաշխավորված ամենամեծ ու ուժեղ նյութային իրավունքը, այն է սեփականության իրավունքը, որը հայցվորի կողմից ներկայացված հայցի եւ դատարանի կողմից նախնական հայցի ապահովման արդյունքում շարունակում է խախտված մնալ ի վնաս պատասխանողների։ Ցանկացած այլ գործով, ցանկացած այլ հայցի տեսքով, հայց լինելու պարագայում վստահ եմ, որ նշված հաստական հանգամանքների, իրավական կարգավորումների եւ պատասխանողների կողմից միջնորդություն ներկայացնելու դեպքում դատարանը ոչինչ այլ քան արագացված դատաքննության անցնելու մասին որոշում չի կայացնի։ Սակայն այս դեպքում, հարգելի դատարան, կարծում եմ, որ այս պատճառահետևանքային կապի բացակայությունը ինքնին առավել ցայտուն կերպով պատկերում է այն իրավիճակը, որ ձեր վարույթում գտնվող հայցն ամբողջությամբ ակնհայտ անհիմն է եւ չի կարող դրա արդյունքում որևէ դատավարական բացասական հետևանք մնա եւ կրի ինվեստորտ կողմերը։ Հետևաբար այդ իրավունքի խախտումը կարծում եմ նախ եւ առաջ դատարանը իր նախաձեռնությամբ պետք է հայցի ապահովման միջոց արդեն իսկ վերացրած լիներ նախքան այս նիստը, իսկ արագացված անցնելու հարցը միգուցե թերևս թողեր մեր միջնորդությանը, ինչպիսին այս բանի մենք ներկայացնում ենք։ Հարգելի դատարան, տեսեք, ըստ էության իրավական հիմնավորումներում վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանությունները հատուկ ուզում եմ ընդգծել մեկ բան, մեր համար թիվ 1 փաստարկը հայցի ակնհայտ անհիմն լինելու, դա Սահմանադրական դատարանի որոշմամբ տրված սահմանադրական մեկնաբանության սահմանն է, որը տվյալ գործով չկա։ Բայց որպեսզի դատարանի, մեր հարգելի հայցվորների ու գործին մասնակցող քննությանը մասնակցող բոլոր մյուս անձանց մոտ որևէ մտահոգություն, կասկած, չգիտեմ, չփարատված հիմնավորումներ չմնան առայ, որ հայցի անհիմն լինելու դեպքում միգուցե Սեդրակ Քոչարյանը վերջինի կինը փորձում են օգտվել առաջացած իրավիճակից ու փորձում են ինչ-որ արհեստական հիմքերով ազատվել պարտավորությունից, այս փաստարկներից համալրում եմ նաև վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտով, այսինքն չկա որևէ պարտավորություն ընկերության մասով, հետևաբար Սեդրակ Քոչարյանին դիտելով որպես այդ ընկերությունում որոշումների կայացմանը ազդելու հնարավորություն ունեցող անձ ներգրավել են մեղադրյալ մի պարտավորության համար, որը չկա, հարգելի դատարան։ Ստացվում է ոչ միայն չկա պատճառահետևանքային կապ, այլև չկա ենթադրել որևէ հանցագործություն, նույնիսկ վարչական զանցանք։ Այս պայմաններում կարծում եմ դատարանի համար պետք է ակնհայտ լինի, որ այս ամենը ամփոփելով, այս ամենի լույսի ներքո վերլուծելով գործով կայացված Սահմանադրական դատարանի որոշումը, այս հայցը այլ ճակատագիր կամ արագացված կարգով քննվելու եւ ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժվելու չպետք է ունենա։ Խնդրում եմ մեր միջնորդությունն ամբողջությամբ բավարարել։ Պարոն Օբելյան, ձեր մասին
էության միանում եմ գործընկերոջս միջնորդությանը, բայց ես մեկ այլ միջնորդություն անձամբ ես եմ ներկայացնում, որով խնդրում եմ արագացված դատականություն կիրառել, տվյալ դեպքում միջնորդությունը սահմանափակվում է Target Group-ի մասով, այստեղ տեսականորեն հաշվի առնելով, որ այս միջնորդության լույսի ներքոյա արգումենտները կիրառել են նաև մնացած բոլոր դեպքերի հետ կապված։ Արգել դատարան ըստ էության Սահմանադրական դատարանի որոշումը, որը գործընկերս նշեց, ապրիլ 16-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասից 1-ից 4-րդ կետերը, նույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի հետ համակցության մեջ, մեր դեպքում երկրորդ կետն է կիրառելի ըստ էության, համապատասխանում է սահմանադրության այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Սեդրակ Քոչարյանը 19 թվականի փետրվարի 15-ի թիվ համապատասխան քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավել ուրեմն քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների ենթադրվող արարք կատարելու համար։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 20 թվականի ամսաթվին Սեդրակ Քոչարյանի պատկանող գույքի առնչությամբ սկսել է 22/112/20 ուսումնասիրությունը, այդ ուսումնասիրությունը սկսելու մասին որոշվում որպես ուսումնասիրություն սկսելու հիմք վերը նշված քրեական գործի առկայության հիմքով վկայակոչել է, ինչպես նշեցի 5-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը։ Սույն գործով հայցադիմումը ներկայացրած որոշման հիման վրա հարուցված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության հիման վրա։ Արգել դատարան ուզում եմ մատնանշեմ, որ որևէ այլ ուսումնասիրություն, որը հարուցված կլներ Սեդրակ Քոչարյանի մասով այլ հիմքով միացված ըրներ, առանձնացված ըրներ, ուսումնասիրության ընթացքում այլ հիմքեր մատնանշված ըրներին չկա, ոչ հայցադիմումում, ոչ դատավարական կամ նախադատավարական փաստաթղթերում։ Սույն գործով ներկայացված հայցադիմումով ներկայացված բոլոր պահանջների, այդ թվում նաև Target Group ՀԲ մասնակցության 96.8%-ը, ինչպես նաև այդ ընկերության տրամադրված փոխառությունների չմարված մասերը բռնագանձելու պահանջների փաստական հիմքում դրված չէ որևէ փաստարկ, այն պահանջների եւ Սեդրակ Քոչարյանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքի միջև կապի առկայության վերաբերյալ համապատասխանաբար հայցադիմումով չի հիմնավորվել այդ պահանջների ներկայացմամբ ենթադրյալ հանցագործության արդյունքում ստացված գույքի բռնագանձումը եւ արդյունքում այն չի կարող դիտարկվել որպես հանցավորության դեմ պայքարի նպատակ հետապնդող գործողություն։ Ընդ որում ոչ միայն չի հիմնավորել, որ ասենք ապացույցների փուլը դեռ չեն կանցել, չի պատճառաբանվել, հիմքում չի դրվել, ավելին ոչ միայն пассив գործողությունը արվել չի դրվել, նաեւ ակտիվ գործողությամբ հետքվել է նման կապի գոյություն, այսինքն ասել են մեր մոտ այլ մոդել է գործում, իսկ այլ մոդելի գործում նման կապ ապացուցելու անհրաժեշտություն չկա եւ ըստ էության հայցադիմումի հիմքում դա դրված չի։ Բայց որը չի արժևորում համապատասխան կապի առկայություն հիմնավորելու անհրաժեշտությունը ըստ էության այն փաստարկմամբ, որ օրենքը որդեգրել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման չբացատրվող կամ անհիմն հարստացման վարույթի որևէ կոնկրետ ինչ-որ մի մոդել, համաձայն որի համապատասխան քաղաքացիական վարույթի հիմքում ընկած են անձի օրինական աղբյուրներից ստացված եկամուտների եւ նրա փաստացի ծախսերի համեմատության հիման վրա բացահայտված էական անհամապատասխանությունները, այսպես կոչված հայցվորի տերմինոլոգիայի 4-րդ մոդելը, կախված ինչ բանով կնայենք, էլի թվագրություն չկա, բայց ասենք այդ մոդելը եւ հանցավոր արարքի հետ անուղղակի կապի հաստատումը պարտադիր պայման չէ, անուղղակի ուղղակի որևէ կապի հաստատումը պարտադիր չէ, իսկ ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա եւ ակտիվների բռնագանձումը, եթե չի ապացուցում դրան ստացման օրինական աղբյուրը։ Համապատասխանաբար հայցվորը ոչ միայն հայցի հիմքում չի դրել ենթադրյալ հանցավոր արարքի եւ բռնագանձման ենթակա գույքի միջև կապի հանգամանքը, այլև ուղղակիորեն պնդել է, որ նման փաստական հիմքերը իրենց կողմից ներկայացված հայցադիմումի դեպքում չպետք է արժևորվի, այսինքն ակտիվ գործողությունները պետք է համապատասխան հանգամանքի բացակայություն։ Ուրեմն սահմանադրական դատարանի որոշումը չեմ մեջբերումներ կա չեմ ցիտի, բայց ըստ էության սահմանադրական դատարանը ասում է, որ օրենքը սահմանադրական չի աբստրակտ, մի քիչ հարցեր կա, ասում աբստրակտ վերահսկողություն եմ իրականացնում, հիմա հարց չեմ տեսնում։ Հարցեր կլինեն, այդ հարցերի երկու տարբեր հանգամանքների վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնել։ Մեկը ասել է վաղեմության ժամկետի հետ կապված խնդիր եմ տեսնում։ Այդ խնդիրը հիմա չեմ կարողանում աբստրակտ գնահատել, որովհետև այդ խնդիրը կարող է օրինակ սահմանազատվի այն մյուս արգումենտով, որը ես հիմա կներկայացնեմ, հանցագործության հետ կապ կամ պաշտոնատար անձանց դեպքում պաշտոնավարման ժամկետով,
բայց իրականում այդ խնդիրը կա եւ օրենսդրին ասել է գնացեք ժամկետ սահմանեք։ Սա միջնորդության առարկայից դուրս է։ Մյուս հիմքը ասել է, որպեսզի սեփականության իրավունքի միջամտությունը լինի իրավաչափ, պետք է դա որոշակի լեգիտիմ նպատակ լինի համաչափ ու բերել է վերլուծություն, ասում է պետք է օրենքի հիման վրա լինի, այդ տեսեք օրենքի հիման վրա է, կա հատուկ օրենք սահմանել է, ասում է այդ տեսք կա 50 միլիոնի շեմ, որը որոշակիորեն բարձր շեմ է սահմանվել, որով հնարավոր է ռիսկերը բավականին լավ կառավարել, բայց բացի դրանից ասել է շատ պետք է նաև նպատակ իրավաչափ լինի։ Եվ ասել եմ 5-րդ հոդվածի առաջին մասից 1-4-5-րդ գույքը ուզում ենք դրա հիմքով մարդու գույքը ստուգենք, որովհետև ասում պետության գործը չի գա ստուգի մարդու գույքը, պետությունը իրավունք չունի մարդու գույքը կասկածի տակ դնի, պետությունը չպետք է որփրի, փորձի տեսնի մարդը որտեղից գույք ունի, բայց ասում որոշ դեպքերում այդ իրավունքը տալիս ենք։ Եվ դրանցից մեկը ասում է, եթե անձը մեղադրվում է պոտենցիալ կոռուպցիոն հանցագործություն, կոռուպցիոն է ցուցակը, որը կա համապատասխան օրենքում, որպեսզի քանի որ դրանք բավականին լատենտ են, դրանց դեմ պայքարը բավականին խնդրահարույց է, այդ դեպքում հնարավորություն ենք տալիս պետությանը այդ ենթադրյալ հանցագործության եւ գույքի, որ ունի անձը միջև կապ հաստատելու դեպքում բռնականել։ Ու սահմանադրական դատարանը սա վերլուծելու շատ հստակ ուրեմն երկու կարևոր նկատառում է քննարկել։ Հիմա առաջինը վերաբերվում է շահագրգռվածությանը։ Ինչ ասես, սրան անդրադառնամ, հետո արդեն բովանդական վերլուծությանը։ Երբ որ քննարկել է դատախազությունը ընդհանրապես ունի լիազորություն այս ոլորտում եւ սահմանադրությանը համապատասխանում է արդյոք դատախազության լիազորությունը, սահմանադրական դատարանը ասել է երկու բան։ Սա առաջինը, որ պետք է դա օրենքի վրա հիմնված լինի, որովհետև օրենսդրին է տրվել լիազորություն որոշել պետական շահը ինչ է, բայց ավելի լայն, հիմա ստեղ կցիտեմ, երկու մաս, ուրեմն 120-րդ կետը մի քանի պարագրաֆ ցիտեմ, որ սահմանադրական դատարանի համար ընդունելի է պատասխանողի կողմից ներկայացված դիրքորոշումն առայն, որ օրենքի ընդունմամբ հետապնդվում է հանցագործությունների կանխման նպատակ, ֆինանսական օգուտ առաջացնող հանցագործությունների գերակշռությունը նվազեցնելով, ըստ էության անգլերեն տերմին կա, crime doesn't pay, այսինքն հանցագործության արդյունքում, եթե չեմ կարողանում անձնական պատասխանատվության ենթարկել անձին ինչ-ինչ դժվարություններով, եթե չթողնենք հարստանա, պայմանական ասած հետաքրքրությունը այդ հանցագործությունը կատարելու չի լինի ապագայում եւ համապատասխանաբար դրանով էլի պրևենցիային կնպաստենք։ Հետո շարունակում եմ, երբ պրակտիկայում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների բռնականությունը դիտարկվել է հանրային շահի ներքո, որպես կանխարգելիչ նախազգուշացում հանցավոր մտայնություն ունեցողներին, ինչպես նաև երաշխիք, որ ոչ ոք չի վայելելու հանցավոր գործունեության պտուղները։ Նույնը բովանդակ դիրքորոշում ունեցել է նաև Վենետիկի հանձնաժողովը եւ 128-րդ կետում մեջբերման մի մասն եմ բերում, օրենքով հետապնդվող օրինական ծագում ունեցող գույքի բռնագանձումը սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով դիտվում է ճակատների մեջ հանրային շահ հասկացության ներքո։ 60 սեփականությունն ասում է սեփականության ներքո հանցավորության դեմ պայքարի համար, եթե ինչ-որ գործիքակազմը կա, դա նպատակի առումով հանրային շահ։ Հետո 387-րդ հոդվածում, որտեղ խոսում է դատախազության լիազորությունների մասին, ասում է հետևյալը. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ դատախազությունը թե քրեական արտադատության ոլորտում եւ թե դրանից դուրս գտնվող իրավահարաբերություններում սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթներ իրականացնում է հանրության անունից, հետապնդելով հանրային շահ։ Դատախազությունն այս առաքելությունը եւ ստանձնված դերը ճանաչում ունեն նաև միջազգային պրակտիկայում, որով հասարակության անունից գործելու եւ հանրային շահի պաշտպանության նպատակով քրեական արտադատությունից դուրս այլ գործառույթներ իրականացնելու դատախազության կարգավիճակը չի համարվում իշխանությունների տարանջատման սկզբունքի դիտարկումից խնդրահարույց եւ շարունակում է սրանից հետո Վերոգրյալի հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու եւ նման որոշման կայացման հանգեցրած ուսումնասիրություններ անցկացնելու լիազորությունները բխում են սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասից, որպեսզի եզրահանգման հիմքում հանգամանքներ մեկ ենավոր օրենքի հիման վրա է, հիմա երկրորդն է կարևոր։ Ինչ վերաբերվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պետական շահի արկայության չափանիշին, համապատասխան հարցին, ապա պետք է նկատի ունենալ, որ նախ սույն որոշման երկու խումբ է տալիս, մեկը 5-6-րդ կետերը, մեկը 1-4-րդ, 119, 120 եւ 28-րդ կետերում նկարագրված նպատակները հանրային շահեր են,
որոնք հետապնդվում են պետության կողմից եւ ուրեմն ձեռք են բերում պետական շահի որակ եւ ապա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման վարույթներով ներկայացված պահանջների բավարարման նյութական շահառուն Հայաստանի Հանրապետությունն է։ Այս երկու հանգամանքների համակցությունը բավարար է, որպեսզի համարենք, որ դատախազությունը ունի դերակատարություն։ Ուրեմն մեր արագացված դատախազության առաջին հիմքը հետևյալն է։ Քանի դեռ դատախազության հայցի հիմքում դրված չի այս երկու հանրային շահերից որևէ մեկը, իսկ մեր դեպքում կարող է լինի միայն մեկը դա հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքի բռնագանձումն է, դատախազությունը չունի իրավական շահագրգռվածություն քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն։ Սա առաջին պնդումն էր։ Ու համապատասխանաբար վերջում հողում կանանք հաղդատին, որը հիմք է տալիս արագացված դատախազություն քննարկելու։ Ուրեմն հաջորդ կետը վերաբերվում արդեն բուն բովանդակությանը արդյոք այս հայցը կարող է բավարարվի, թե չէ, եթե ընդհանրենք տեսականորեն իրավական շահագրգռվածության հարցը չեն քննարկում։ Ինչ է անում սահմանադրական դատարանը։ Սահմանադրական դատարանը իր ինքնուրույն վերլուծությունից բացի հղում է անում մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին, տվյալ դեպքում Յորդանովի գործն է վերլուծում որոշակի օրեն եւ Թոդորովի գործը։ Եվ ասում է հետևյալը, հղում է անում 81-րդ հոդվածին, որով ասում է հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկա։ Դրանից հետո ինքը հղում անում իր մեկ այլ գործին, 1769 գործի, որտեղ ասում է, որ մենք մարդու իրավունքների սահմանափակումներ ենք դիտում եւ սահմաններ ենք դիտում, մեկնաբանություն ենք դիտում, այդ միջազգային պրակտիկան սահմանադրական դատարանի տերմինոլոգիայով նվազագույն նշաձողն է։ Այսինքն, եթե միջազգային դատարաններում ու կոնկրետ առավելապես մարդու իրավունքների եվրոպական դատարանում, բայց նաև ՄԱԿ-ի մարմինները կարող են դիտարկել պայմանագրային մարմինները, ասում են, եթե սահմանել են նշաձող, այս սրանից ներքև մեր սահմանադրությունը չի թողնում։ Սրանից ավել միջամտություն չի թողնում։ Կարող բարձր լինի, բայց սա նվազագույն նշաձողն է։ Ինչի եմ ասում նվազագույն, որովհետև սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ մեր դեպքում մի քիչ ավելի բարձր նշաձող պետք է ունենանք, քան այդ նվազագույն նշաձողը։ Հողումները կտանցեցա։ Ըստ էության ասել է, որ սա միջազգային նշաձողն է, որի խախտումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այլև սահմանադրության խախտում է։ Հիմա նայեք, մարդու իրավունքների եվրոպական դատարանը պատճառ է հետևանքային կապի առումով անդրադառնալով սեփականության իրավունքի սահմանափակման համաչափության հարցին, արձանագրել է, որ յուրաքանչյուր պարագայում պետք է հիմնավորվի եւ գնահատվի կապը գույքի բռնագրավման հանգեցած ենթադրյալ հակաօրինական վարքագծի եւ դրա արդյունքում առաջացավ գույքի միջև։ Հիմա չեմ ցիտի Թոդորովի գործը եւ դրա վերլուծությունը այնպես ինչպես արել է Միելը, որտեղ հղումներ կա բուլղարական գործերին, այս ուղղակի հղումները չի, հենց Միելից վերցրված հղումներ են։ Ըստ էության ինչ ասել, ասել է Թոդորովի գործով սկզբում ասել է օրենքում այլ կարգավորում կա։ Մենք ունենք այդ գործը, հղում ենք անում դատարանում, ասում ենք այդ Թոդորովի գործով, ասում է որ կապ պետք է լինի։ Հայցորը անդադ ասում էր, որ այդ կապը իրականում միջազգային ստանդարտից չի փոխում, այն Բուլղարիայի օրենքն է այսպիսին, որ ասում էր, որ կապը պետք է լինի եւ հետեւաբար Միելը օրինականության սկզբունքում ախանցիր տեսել, այլ ոչ թե սեփականության իրավունքի կամ սեփականությունը այնքանում որ օրինական չէ։ Օրենքը փոխվեց, դրանից հետո Յորդանովի գործն էր, եւ այս երկու գործերով սահմանվել է հետաքրքիր միակ ստանդարտ, ասում որպեսզի կարողանանք բռնագանձ անձի գույքը, կասկածի տակ դնենք, ուսումնասիրենք, հետազոտենք, ասենք այս գույքը կոննա թե չէ, իրավունք ունենանք քննարկենք ընդհանրապես սեփականության օրինականությունը, պետք է լինի կապ, ընդ որում կապի հետ կապված երկու հանգամանք կա, մեկը գույքը առաջացել է հանցագործության արդյունքում, դրա վրա ուղիղ հղում անում է սահմանադրական դատարանը ուղղակիորեն մեջ բերելով Յորդանովի գործը։ Երկրորդը ասում այս կապը ինչպիսին պետք է լինի։ Եվ երբ որ մենք ուսումնասիրում ենք բուլղարական գործերի վերաբերյալ տրված Միելի պրակտիկան, ասում է միայն այն փաստը, որ չի համապատասխանում անձի եկամուտներն ու ծախսերը, բավարար չի կապը ապացուցելու համար, որովհետև այս ժամանակ մենք ունենում ենք շատ աբստրակտ պնդում եւ դուրս է գալիս կապը հաստատելու անհրաժեշտությունից։ Կապը պետք է լինի ուղղակի, բայց հիմնավորվածության մակարդակը տարածածր լինի։ Երկու տարբեր բան կան, մեկտեղ շատ հաճախ շփոթմունք առաջանում, ուղղակի, անուղղակի, ասում եմ, որ կապը պետք է լինի ուղղակի, այս գույքը պետք է ստացված լինի հանցագործության արդյունքում, կարող վերափոխված լինի, նկատի ունենք ինչ-որ գույք պետք է ստացված լինի, կարող է, բայց սահմանադրական դատարանն էլ է արձանագրում, ելն էլ արձանագրում, ասում է հիմնավորվածության մակարդակը տարածածր լինի։ Այսինքն կարանք ոչ թե ապացուցենք քրեական գործի ստանդարտով, հիմա չեմ ցտի, բայց սդեն հենց ուղղակիորեն է դրանց հիմնավոր կասկածից անդին շեմով պետք չի ապացուցել։ Ես էլ եմ ասում, այո, պետք չի ապացուցել, պետք է կիրառվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված չէ։
Դա այն է դատավոր ուսումնասիրելով բոլոր ապացույցները ներքին համոզման որոշում ընդունում փաստի հաստատվելով լինելու կամ հերքված լինելու։ Ուրիշ ստանդարտ չունենք։ Սենց ավստրակտ խոսում ենք շատ որ ավելի հավանական քան քիչ, տարբեր մոտեցումներ։ Մենք ունենք քաղաքացիական դատավարությունը մի ստանդարտ։ Իմիջիայլոց Վենետիկի հանձնաժողովը հենց այդ ստանդարտին է հղում արել եւ ասել է այստեղ խնդիր եմ տեսնում, օրենսդրորեն իրականում կարող է կարիք կա այս ստանդարտը իջեցնելու ավելի հավանականի դաշտ, բայց անկախ ինչ ստանդարտ կլինի, խոսքը գնում է հիմնավորվածությանը, այլ որ պետք է ապացուցվի ուղիղ կապը, որ հանցագործության արդյունքում արձանագրվել գույքը, ցածր հիմնավորվածությամբ, բայց պետք է սա որպես ապացուցման առարկայի մեջ լինի։ Սա շատ կարևոր է, հիմա փորձեմ ուղղակի մի հատը մի պարագրաֆ ստեղ կցիտեմ ու արդեն այս մասերը բաց կթողնեմ գրավոր ներկայացրած է եւ կողմին եւ դատարանը։ Միեդը շեշտելով նաեւ այն հանգամանքը, որ բոլոր դեպքերում այդ կապը պետք է հաստատվել կամ գոյությունը պետք է ենթադրելի լիներ, Գերագույն դատարանը նաեւ նշել է, խոսքը Բուլղարիայինն է, որ քննարկվող ենթադրությունը պետք է լինի տրամաբանորեն հիմնված եւ հիմնված փաստերի եւ հանգամանքների վրա։ Եվ պատճառահետևանքային կապ չհաստատելը կնշանակի, որ ամբաստանյալի սեփականության իրավունքին ցանկացած միջամտությունը կլինի անհամաչափ։ Գերագույն դատարանը նաև ընդգծել է, որ ակտիվի համար օրինական աղբյուրները հաստատել չկարողանալը չի փոխարինում հանցավոր գործունեության հետ կապված հիմնավորված ենթադրությունը, այլ հանձնաժողովին պարզապես ազատում են նման կապն առանց կասկածի ապացուցելու բերեց։ Հանձնաժողովը տվյալ դեպքում հայցվորն է Բուլղարիայի դեպքում, էլ այսինքն այստեղ մեր դեպքում կասենք դատախազության։ Հիմա նայեք ինչ է ստացվում։ Ուրեմն, այս ամբողջությամբ բաց թողնելով հանդերձ, որտեղ հետևյալն է, մի հետ համապատասխան որոշումներով արձանագրվել է բռնագրավման ենթակա գույքի եւ հանցավոր գործունեության միջեւ ուղղակի կամ անուղղակի պատճառահետևանքային կապ հիմնավորելու անհրաժեշտություն, անուղղակին զուտ քրեադատավարական տրամաբանությամբ օգտագործվում, որպիսի դիրքորոշումները սահմանադրության 82-րդ հոդվածի ուժով որպես նվազագույն նշաձող պետք է հաշվի առնում են դատարանի կողմից։ Հիմա նայեք, ես ամբողջությամբ չընթերցեմ սահմանադրական դատարանի որոշումները, միանգամից անցնեմ արդեն քաղաքացիադատավարական հատվածին։ Ինչ է ստացվում։ Ուրեմն քաղաքացիական դատավարական, ըստ էության հետևյալն է, սահմանադրական դատարանը այս ամբողջը վերալուծել, ասել է նվազագույն նշաձողն այն չի եմ ասում նվազագույն, ըստ սրա վրա ավելանում այդ 50 միլիոնի բեռը, ավելանում արդար դատաքննության որոշակի հավելյալ երաշխիքներ, արդար դատաքննության կոնտեքստում ասել այդ ապացույցների ձեռբերման եւ ուսումնասիրության գործընթացը պետք է հնարավորություն լինի տարբեր փուլերում վիճարկել, այդ թվում նաեւ ապացույցների մի որոշ ապացույցների ձեռբերումը դատական կարգով է իրականացում, այս բոլորով հաշվի առնելով ոնց որ ասեմ այն դրիվը որ կա համապատասխանում է ուսումնասիրությանը առնվազն ինչքանով որ ես աբստրակտ եմ տեսնում։ Ավելին սահմանադրական դատարանը շատ հստակ առնվազն սահմանադրական դատարանի դատավորները երբ որ Այմանական ասած պարզաբանում էին այս կետերը, հստակ արձանագրել են, որ կոնկրետ խնդիր կար այս երկու կետերի մեկնաբանման համար, դրա համար դրանք առանձնացրել են։ Առաջին երկու հոդվածները ըստ էության, եթե մենք ֆակտորի կամ հանրային արձանագրություն, ասում այդ խնդիրներ են լինելու, արդեն տեսնում ենք այս խնդիրները, արդեն մեկնաբանությունը այլ ուղղությամբ էր գնում, դրա համար ենք սա արձանագրել։ Մնացած կետերը, քանի որ դեռևս չկա պրակտիկա եւ չենք տեսնում ոնց է մեկնաբանվելու, ինչ է լինելու, ինչ մեկնաբանության շրջանակներում ագնալու, ինչ որ հստակ տեսել ենք արձանագրել, ինչ որ չէ, հատուկ վերահսկողության շրջանակներում կարող է վերահսկենք էլի, այսինքն դա դեռ չի նշանակում, որ ցանկացած այլ մեկնաբանություն խնդրահարույց չի, ցանկացած այլ հոդված խնդրահարույց չի, ուղղակի դեռևս չկա դրա վերաբերյալ պրակտիկա։ Իսկ մի բան, ինչի մենք նախկինում առընթաց մատնանշում էինք զուտ, որովհետև իրականում այդ հարցներ քննարկվում։ Հիմա օրինակ մի քիչ արվելով, ասենք օպերատիվ հետախուզականի ստանդարտները նոր է սկսվել քննարկվել դատարաններում, նոր են գործեր եկել դատարան եւ դրա վերաբերյալ ինչնաօրինական ոնց է չկա, դրա համար չի արձանագրել։ Նույն ժամկետի հետ կապված սպეციფიկ խնդիր, որ կոնկրետ դեպք լիներ, որը քննարկվեր, որը արդեն բարձրներ, չկա, դրա համար ինքը ընդհանրական է գնացել։ Հիմա նայեք, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի համաձայն
Գործի մասնակցող անձանց, վկաների, փորձագետներին եւ մասնագետներին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանրություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին նացիոնալի դատարանն իրավունք ունի կիրառել արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է, եթե դրանում ձևակերպված հայցապահանջ ակնհայտորեն ոչ իրավաչափ է, կամ հիմա այս երկու մասերն եմ ուզում անդրադառնալ, հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակայ մերժման, կամ ներկայացված է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի կողմից։ Ուրեմն արգել դատարանը ըստ էության հետևյալն է, մեր պնդում այն է, որ ոչ պատշաճ հայցվորի կողմից է ներկայացված այս հայցը, որի հիմքում բռնագանձման ենթակա գույքը բացառապես, հիմա հղումը կանեմ արդեն փաստաթղթի, քննարկվում է, որ հայցվորներին կամ տվյալ դեպքում նաև target group-ի, մնացածի դեպքում չկար բավարար դրամական միջոցներ, այսինքն ծախսերի եկամուտների անհամապատասխանությունը։ Երբ որ մենք փորձենք ուսումնասիրենք հայցարիմումը, ուրեմն խոսքը գնում է հայցի հիմքի առարկայի փոփոխություն թույլատրելու մասին միջնորդությամբ ներկայացված հայցարիմումը, այն ըստ էության նույնն է ինչ որ նախնական այս հարցի վերաբերյալ։ Մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ երբ որ տեսնում ենք նկարագիրը, ամենասկզբում նկարագրված է ենթադրյալ հանցավոր դեպքը։ Որպես հիմք, որ այս գործն ա եղել, հարուցվել է գործում եղել, դրան ներգրավել ու նկարագրված է ամբողջ պրոցեսը։ Որից հետո տեսնում ենք, որ հայցան ներկայացվել է դատավարական որոշակի գործողություններ, փորձաքննությունների եւ այլն կապված։ Հիմա ամբողջությամբ չնշեմ։ Դրանից հետո, այսինքն տեսնում ենք, որ հարուցվել է գործ, հայցի նախնական ապահովում ենք ստացել հայցան ներկայացվել ու վերջում ներկայացվել է այս փաստաթուղթը։ Սրա մեջ տրված է հայցը հարուցելու պայմանական ասած կամ ուսումնասիրություն սկսելու, հետո հայցը հարուցելու ֆորմալ հիմնավորումները։ Դրանից հետո մենք տեսնում ենք, որ բաժինը, որը սկսում է, Սեդրակ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց կենսական տվյալները բաժինն է, որտեղ առանձին մարդկանց մասով ասում է, որտեղ աշխատել Սեդրակ Քոչարյանը, ինչ է արել, ինչ որ ըստ էության բացահայտվել է։ Նույնը վերաբերվում է ըստ հայցվորի փոխկապակցված անձանց։ Դրանից հետո գալիս է գրանցված ակտիվների սեփականությունների մասին ցուցակ։ Դրանից հետո լավ, բերեք սա, ինչ արագ կներեք, մինչև հարգելի դատան, մի հատ տեխնիկական հարց, եթե թույլ տաք, ժամը 15:00-ին նույն հակակոռուպցիոն դատարանի շենքում պարզապես քրեական վարույթով Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ դատական նիստ է նշանակված 15:00-ին, որտեղ իմ եւ պարոն Օրբելյանի մասնակցության հարց կա։ Հարգելի դատարան, ես որքանով որ նաեւ տեղեկացված եմ, հնարավոր է այդ դատական նիստը հետաձգվի, բայց ֆիզիկապես ներկա չգտնվելը իր այլ խնդիրը կունենա։ Անկեղծորեն ասեմ, մինչև դատարան գալը ժամը 12:04-ին, 12:07-ին եւ 12:41-ին զանգահարել եմ կալ, չեմ կարողացել կապ հաստատել, ոչ էլ ինձ հետ են զանգահարել։ Ես մտածում եմ միգուցե հարգելի դատարան, նենց է ինքը մի քիչ աբսուրդային վիճակում է, չնայած հակասահմանադրական էր ճանաչվել, բայց հիմա ուղարկվել է նորից դատարան, արարքի վերավորակման հարցն է, գործի վերակենդանացման հնարավորությունը, մի շարք իրավական իդեպ, բայց հենց Օրբելյանն էլ այնտեղ միջնորդություն ունի ներկայացրած, որը պետք է շարունակի։ Բայց հնարավոր է այնտեղ նիստը ուղղակի նաև հետաձգվի, սենց խնդիր էլ կարելի։ Այսպես ասեմ, քանի որ այս հարցը բարձրացվեց, եթե պարոն Օրբելյանը հիմա կավարտի միջնորդության ներկայացումը, մենք պայմանավորված այն հանգամանքով, որ միջնորդությունները դատական նիստին են ներկայացվել եւ դրանց ծանոթանալու, դիրքորոշում կառավարելու խնդիր կա, մենք խնդրել ենք դատարանին դրանով պայմանավորված մեզ որոշակի ժամանակ համադրել միջնորդությունների ծանոթանալու դիրքորոշման եւ հնարավոր հարցերի ձևավորման նպատակով։ Հետևաբար, եթե այս հարցի քննարկումը հիմա միջնորդության ներկայացումը ավարտվի, ես նախապես ասեմ, որ ներկայացնելու եմ այդպես ինքնություն նաև այս Հարգելի դատարան, որպես լուծում նոր հենց Արագ Օրբելյանի հետ քննարկում էինք, միգուցե ես եթե դատարանը թույլ տա, ես մի փոքր շուտ դուրս գամ, գնամ նիստին, մինչև հետաձգեն այնտեղ մինչև ավարտեմ։ Օրինակ, մի քանի րոպե ասենք 10 րոպե։ Որտեղ երկուսովս ենք ներգրաված, նաև ես էլ կարող եմ։ Հարգելի դատարան, ես էլ եմ։ 15:00-ին ես էլ նիստում եմ։
Արագ փորձեմ հաղորդում եմ։ Հարգելի դատարան ըստ էության մինչև երրորդ բազան գալիս է փոխկապակցվածության հիմնավորումներ, եւ հետո գալիս է չորրորդ մաս։ Չորրորդ մասի վերնագիրը էականն է այս միջնորդության համար, կոչվում է եկամուտների եւ ծախսերի համադրում։ Ըստ էության մեթոդն է, որ ծախսերի եկամուտների համադրում ամբողջությամբ եւ 5-րդ մասում արդեն գույքերն է եւ բռնագանձման պահանջարկը։ Հարգելի դատարան ըստ էության Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավորության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը սահմանում է, որ հայցադիմում պարտադիր նշում է այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները։ Այսինքն հայցադիմում նշված չի փաստ, խոսքը չի գնում ապացույց, այլ պնդման ենթակա փաստ։ Հա, եւ վերջին մի հատ պնդումն էլ անեմ, որը միջնորդության տեքստի մեջ չկա, ուղղակի վճռաբեկ դատարանի որոշումը ցույցեմ։ Ուրեմն վճռաբեկ դատարանը քննարկել է ապացուցման առարկայի հարցը եւ կա վեճ, էլի դատարանը գիտի իրավունքի սկզբունքի մեկնաբանման, եթե փաստը նշված չի, փաստ չնշել ինչ հետևանք կարող ունենա եւ կարող արդյոք դատարանում քննարկման առարկա դարձնի չնշված փաստը, պայմանական ասած մեկնաբանելով կիրառական նորմա ապացուցման ապական որոշելուց, մի քանի մեծ բերում կա, մեկը կանեմ ընդհանրապես, ուրեմն 24 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումն է, եթե կոտորակ 26800, կոտորակ 02, կոտորակ 18 գործով, որտեղ ինչ է ասում վճռաբեկ դատարանը, ասում սահմանն է տալիս դատարանի լիազորությունների, տնօրինչականությանը սահմանափակումները, տնօրինչականությունը կողմի որտեղ որ չի թողնում դատարանին առաջ գնալ։ Դատարանը գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը եւ կիրառման ենթակա իրավական նորմերը որոշելիս կաշկանդված չի հայցվորի վկայակոչված իրավունքի նորմերով, ավելի պարտավոր է սահմանված կարգով մատնանշել եւ կիրառել գործի մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն ներկայացված փաստական հիմքերով պահանջի նկատմամբ դատարանի գնահատմամբ կիրառվի իրավական նորմ, երբ որ կլինի փաստական հիմքը, կողմը կգա ասի, այ պարտքով փող եմ տվել, բայց չեմ անում ինչ ինստիտուտ է, դատարանը կորոշի, որ նորմն է, բայց կողմը պետք է փաստական հիմքը նշի, փաստական հիմքի շուրջ կառուցի, պայմանով, որ դա ինքնաբերաբար չի հանգեցնում դատարանի նախաձեռնությամբ, հայցի կամ առարկության փաստական հիմքերի այնպիսի փոփոխության, որի արդյունքում հայցը կամ առարկությունը դրանց փաստական հիմքերը ոչ թե ճշգրտվում, հստակեցվում կամ լրացվում է, այլ տեղի է ունենում հայցի եւ առարկության էական փոփոխություն, դրանց հիմքում սկզբնապես դրված փաստերի փոխարինում այլ փաստերով։ Հարգելի դատարան, այս հայցի հիմքում դրված է մի փաստ։ Սետրակ ըստ հայցվորի, Սետրակ Քոչարյանը չուներ բավարար եկամուտ, որպեսզի ձեռք բերեր այս գույքերը։ Չի տրված փաստ, որ Սետրակ Քոչարյանը ձեռք է բերել հանցավոր եղանակով։ Ավելին ոչ միայն չի դրված, այլ էքսպլիսիտ եղանակով հերկված այդ փաստը։ Այսինքն դատարանը հիմա կաշկանդված է, իր կողմից ասելու չէ, ես գտնում եմ, բայց այդ փաստը կարևոր է։ Այսինքն երբ որ ոչ թե իրավություն, ոչ թե կաշկանդված է այդ գտնելու պայմաններում ավելացնել դա գործի շրջանառություն, այսինքն մտցնել գործի մեջ։ Դա մի հատ հետևանք է, եթե դատարանը գալիս է եզրահանգման, որ դա կարևոր է, իսկ դատարանը գալիս է այդ եզրահանգման, որովհետև սահմանադրական դատարանն է ասել, որ դա կարևոր է, իսկ հայցի հիմքում դրված չի, կա մի հետևանք։ Դա 303-րդ հոդվածով նախատեսված առարկացված դատականությամբ հայցը մերժելն է, որտեղ մնացած ամեն ինչը որ հաստատվի, ընդունենք տեսականորեն, եթե ընդունենք, որ ամեն ինչ նույնիսկ ճիշտ է գրված, ասում մենք ապացույց բերենք, իրանք ապացույց բերենք, ռեսուրսներ ծախսենք, վերջում դատարանը գալու է, պետք է վերջը որպեսզի հայցը բավարարի կամ մերժի, պետք է ասի լավ, բռնագանձման ենթակա գույքը, կապ ունի, ենթադրել հանցագործության հետ, թե չէ, ոչ թե կապ ունի, պնդված է, որ կապ ունի, որ մի հատ էլ հաստատվի, թե չէ հաստատվի։ Իսկ երբ որ հայցվորը ասում է, չէ, ես նման պնդում չեմ արել, իմ հայցի հիմքում դա չեմ դրել, որովհետև մեր մոտ գործում է այլ մոդելը նկարագրված է 4-րդ կետում եկամուտների եւ ծախսերի համադրում, մեթոդն է կիրառվում, համապատասխանաբար հայցի ենթակա է մերժման առանց փաստական մնացած փաստերի ուսումնասիրելու, որտեղ էական չեն։ Այս է։ Այսինքն մեկ հիմքը, եթե ընդհանրացնեմ, քանի դեռ այդ հիմքը նշված չի, հայցվորը չունի իրավական շահագրգռվածություն, երկրորդ հիմքը, քանի այդ կետը նշված չի, ավելին դա հետքված է եւ հայցադիմից հակառակն է բխում, դատարանը զրկված է հնարավորությունից ինքնուրույն ոնց որ խախտելով տնօրինչականությունը հայցվորի դա համալրել հենց մերած օրինակը կամ մի քանի հատ այդ գործեր նմանատիպ մոտեցումներ կա ԵԿԴ 29-24 կոտորակ 0211 գործով, կա նմանատիպ ԵԴ կոտորակ 111-55 կոտորակ 02 կոտորակ 20 գործով եւ մի շարք այլ գործերով, որտեղ դատարանի իրավունքները, որպեսզի չխաթարի մրցակցային իրավունքը եւ հայցվորի տնօրինչականությունը սահմանափակվել են որոշ չափով, ասում են չի կարող
ինքնուրույն ավելացնել հաստական հանգամանքները, որը հայցվորը կամ եթե առողջությունների դեպքում լիներ պատասխանող, ուղղակիորեն հերքում է որպես այդպիսին, սա է։ Այսքան։ Դա այս հաշվի առնելով ես միանում եմ գործընկերոջս, խնդրում եմ հայցը որպես արագացված ներողություն, որպես ակնհայտ անհիմն արագացված դիտարկնություն կիրառել եւ իմ միջնորդության մասում, եթե խնդրում եմ հարկի տրոպի մասով մերժել, բայց եթե գործընկերոջս բանը բավարարվեց, մերը դեմ դառնում արդեն առողջություն, որտեղ ամբողջական բանալու։ Շատ լավ, պարարություն դիտողից ժամանակել Չէ, արգելի դատարան, բայց բոլոր դեպքերում, եթե հնարավոր է նաև դիտարկենք, որ մյուս նիստին ես ևս դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն ունենամ։ Այսինքն որպես հա, այդ հնարավորությունից բոլորս օգտվում ենք։ Այո, իրականում ինձ էլ այո։ Շատ լավ։ Առարկություն չունեմ, պետք է ուղղակի սեմ ժամկետով Դատականիստը հետազոտելիս որքան ժամկետ անհրաժեշտ ծանոթանալու ներկայացնել։ Որը դատականողում շատ երկար ժամկետ չի պահանջվի, 10 ժամկետ կամ դեպակրատով սահմանված ծանոթություններն ապահովելու հարկի նիստի համար ժամկետը եւ դրանից ավելի կախում 10 ժամկետ։ Հունիսի 19-ին։ Հարգելի դատարան, եթե հնարավորություն ունենանք 18-ը դիտարկենք կամ 20-ը դիտարկենք։ 18-ի օրվա երկրորդ կես։ Ամենամյա անցորդում գտնվել 10-20-ը, եթե կարելի է մինչ այդ կամ դրանից հետո դիտարկենք։ Ես կամ ուզում ներկայացուցիչ 18-ին ժամը 14-ին։ 18-ին 14-ին ես հակակոռուպցիոն դատարանում Ռուբել Վավակյանի նախագահության ուղղակի նիստ ունեմ։ Հարգելի դատարան, եթե այդտենց նայենք կարող 23-ին այդ դեպքում, 23-ին օրվա երկրորդ կեսին։ Ես մենակ երկուսին եմ 23-ին զբաղված, Ես հարմարում դիմացի դատիճում։ Դալիճը չգիտեք, բայց Այսինքն 23-ին հասան։ 24-ին ժամը 24 ամեն։ 23-ին բայց երկրորդ կես ժամը Ես 23-ին Լևոն Քոչարյանով նիստ։ կարող է ժամը 16-ին միջև օրվա մեջ, բայց կապոտ է չէ։ 23-ին, եթե հարմար է ժամը 15:30։ Շատ լավ։ 23 հարգելի դատարան 14:30 եթե դնեք կհասցնեմ 16:30-ին Լևոն Քոչարյանի գործողություն։ Այս բարոյը 24-ին առավոտյան ժամը 10-ին։ Առավոտյան Շատ լավ, հա։ իվարկյան։ Պարոն Օրբելյան, դուք նաև պարոն Օվանեսյանից զբաղվածություն հաշվի Ներկուսս մեկը երկու ներկայացուցիչ։ Պարոն Օվանեսյանը հիմա ստեչի 24-ին ժամը 10-ին։ Հա, եղավ։ Շատ լավ։ Օրոյն հարմար է։ Այո։ Լավ, ուրեմն նշեք ձեր մոտ հաջորդ դատականիստները ավելի 24-ին ժամը 10:00-ին։